Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղում կյանքը ասես կանգ է առել։ Գյուղի եռուզեռը դադարել է 37 տարի առաջ, դպրոցի փակվելուց հետո։ Երիտասարդ ընտանիքներն աստիճանաբար լքել են Կաղնուտը, հաստատվելով այլ համայնքներում ու քաղաքներում։ Ես որ գնացի գյուղում դպրոց 56 երեխա կար։ Հիմա դպրոցը ներեն շենքն է։ Տումբի վրա չկա է վсё։ Դպրոցը եռում էր, կյանքը եռում էր։ Գյուղում նստած կենտրոնում կային տղորմակցող մոտարապես մի 40 հատ ծեր մարդիկ, խորհրդատու մարդիկ, որ ոչ մի անգամ այս գյուղ չեն եկել։ Թեկուզ առաջի պատերազմի օրոք, բայց այսօր չի ասի, նման պատկեր չկա։ Իշնես գյուղ մի մարդ չես հանդիպի, որ զորացան ես գոնե։ Գյուղը մասամբ կենթանանում է ամռան ամիսներին, երբ կաղնուտցիներից ոմանք վերադառնում են հող մշակելու կամ բերքահավաքի։ Հետաքրքրություն չկա, որ երիտասարդը գա, ինչ որ մի բանով զբաղվի, դա համար շարժ չկա։ Իսկ գարունը գալիս է, գալիս են իրանց բաղերը վարում, իրանց ծառերը մշակում, հողերը մշակում, իսկ ձմեռը ոչ մի բան չկան հետաքրքիր, որ շարժ լինի։ Ոչ մանկապարտեզ կան, ոչ դպրոց կան, շարժը որտեղից լինի։ Աքսիոմա է, եթե դուք դպրոց չունեք բնակավայրում, նշանակում է նոր կյանք չի կարող այդ բնակավայրում առաջանալ։ Գիտեք, այստեղ նաև ինչ անընդհատ թերություն կա այդ մտածողության մեջ, էլի։ Մարդը մտածում է, որ օրինակ լավ դպրոց ունենալ է, նշանակում է օրինակ վերանորոգված, չգիտեմ, կահավորված դպրոց ունենալը, դա որակյալ կրթության երաշխիք է։ Ուրեմն եկեք ասենք, որ այդպես չի։ Դատարկված Կաղնուտի ճակատագրին շուտով կարող է արժանանալ Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ ևս 229 բնակավայր։ Սիսիանի Արևիսի դպրոցը լուծարվողների շարքում է։ Նախարարության կրթության որակի բարձրացում եւ բարեփոխումներ ձևակերպումները քչերին էին համոզել։ Մարդկանց համար դպրոցի փակումը հավասարազոր է գյուղի լուծարմանը։ Սիրտը ցավում է։ Հետո ինձ ասում են դպրոցը պետք է միանա, բայց օրինակ ես չեմ այդ մտքին համաձայն չեմ։ Որ գյուղի հետ է միանալու։ Աշոտավանի։ Հա, տեսեք այդքան ուտեղ պետք է գնան էլի։ Ասենք եթե միացավ այդ ջահելները, իրանց երեխաներին հո չեն տանի, թողնելու են գնան, գյուղը դատարկվեց, մենք ծերերով։ Արդեն էլ ջահել չկա։ Դե դուք էլ լավ գիտեք, որ դատարկվելու է։ Մենք կշեռքի նժարի վրա դնում ենք, չգիտեմ, նորակառույց դպրոց ունենալը եւ ազգային անվտանգության հարցերը, որովհետեւ սահմանամերձ բնակավայրերը դատարկել, իսկ բոլորս գիտենք, որ սահմանամերձ ընդհանրապես յուրաքանչյուր ընտանիք անընդհատ մտածում է իր երեխաների կրթության մասին եւ շատ ծնողներ իրենց երեխաների հետևից գնում են այնտեղ, որտեղ դրանք դպրոց են ունենում։ Սա պարավական է ծախիլը։ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցը գործել է անգամ պատերազմի եւ սահմանային ամենաթեժ լարվածությունների ժամանակ։ Պատերին փակցված անվտանգության կանոնները հուշում են, որ այստեղ աշակերտներին սովորեցրել են պաշտպանվել, չվախենալ հակառակորդից եւ ամեն կերպ մնալ հայրենի գյուղում։ Գյուղում ստացած կրթությունը բավական է երեխաներին։ Այո, կարծում եմ, այո։ Կարևոր չի տեղը, կարևորը նվիրվածությունն է։ Սա բացի ազգային անվտանգության խնդիրներից իր հետ բերելու է նաև սոցիալական մեծ խնդիրներ։ Այս պայդրությամբ փակվող դպրոցներում աշխատում է շուրջ 2300 ուսուցիչ։ Հավաքարարներ են, տնտեսական հարցերով զբաղվող մարդիկ են դպրոցներում, կազմակերպիչներ եւ այլն, որոնք չեն դասավանդում, բայց ըստ էության նաև սոցիալական խնդիրներ են լուծում, որովհետեւ նրանք պետական աշխատողներ են ըստ էության։ Այսինքն մենք գործ ունենք ավելի քան 5000 մարդու հետ, որոնք կորցնելու են աշխատանք։ Սահմանամերձ Չինարի դպրոցը ևս լուծարվողների ցանկում է։
Մենք օրինակ անցած տարի կազմակերպել ենք ցուցահանդես վաճառք մեր գյուղը ներկայացնելու արդյոք մեր գյուղի երեխաների աշխատանքներն էին ներկայացրել եւ գյուղի բնակիչների ստացած բերքերը։ Ստեղծել ենք տեսասրահ։ Սահմանամերձ ու հեռավոր գյուղերի մեծ մասում դպրոցները նորոգման խնդիր ունեն։ Չնայած դրան, դպրոցը գյուղի միակ կրթամշակութային կենտրոնն է։ Այստեղ կազմակերպվող միջոցառումներն ու ծրագրերն են, որ փոքր-ինչ գունավորում են գյուղի միապաղաղ առօրյան։ Ձեզ մոտել է 8:15 սկսում։ 9-ին է ձեր դասը, հա։ Ջերուցվում է։ Վառարան եք վառում։ Հայ-թուրքական սահմանին գտնվող Բագարանում մեր նկարահանման ժամանակ մարդիկ խոսում էին մանկապարտեզ ունենալու անհրաժեշտության մասին, չկասկածելով, որ շուտով հնարավոր է փակվի նաև գյուղի միակ դպրոցը։ Նրանք նկարագրում էին այն դժվարությունները, որոնց միջով անցնում են երեխաները կիլոմետրեր հաղթահարելով Երվանդաշատ հասնելու համար։ Իմ աղջիկս է խմբակի այդեմ, ստեղ չունենք անգլերենի մանգավարժ, գնում այդ հուշակերտ, ունդեղ այդ պարապմունքի, որ տասենք բարձագույն էլ ինքը։ Մանգապարտեզ գյուղում մենք չունենք, հարևան գյուղում ունեն, ստեղից ավելի շատ են գնում ընդեղ երեխաները մանգապարտեզ։ Երվանդաշատ նկատում։ Այո, Երվանդաշատում էլի, քանց թե իրանց մոտից։ Հիմա ավելի հարմար կներ մեր մոտ լներ, մանգապարտեզը Բագարանում սարքեին, թող Բագարանը լներ, էլի, ստեղ երեխաներն ավելի շատ են։ Քանց իրանց մոտը։ Ոնց են գնում երեխեքը։ Ամեն մարդ իր երեխին տանում է։ Ի ուրախություն բագարանցիների ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի հունվարի 30-ի հրամանով Բագարանի եւ Արչուտի դպրոցները աշակերտների թվի որոշակի ավելացման շնորհիվ դուրս եկան լուծարվողների ցուցակից։ Աշակերտների թիվը դպրոցներում մի քիչ ավելացավ, մասնավորապես Արչուտի դպրոցում 3 թե 4 աշակերտ ավելացավ ուսումնական տարվա ընթացքում եւ դպրոցը դուրս բերվեց այսպես ասած սև ցուցակից։ Ես ասում եմ հենց ուսուցիչների ծնողների բառերը։ Շիրակի մարզի սահմանամերձ Ջրափի համայնքում կառուցվող այս դպրոց պետք է հաճախեն հարևան Աղին, Սարակապ եւ Հայկաձոր գյուղերի աշակերտները։ Ես 5 երեխա ունեմ, որից 3-ը դպրոցական են, մեկն է շուտով կգա։ Ես կտրականապես դեմ եմ, որ մեր դպրոցը փակվի։ Ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Դե ուրիշ գյուղեր դժվար է էլի երեխաներին տանել։ Թեկուզ որ իրանք են հնա հովանավորում։ Մենք չունենք այդպեսի ծնող, որ ուզենա փակվի։ Մենք ուզում ենք, որ մեր գյուղում դպրոց անի։ Եթե գյուղում դպրոց չկա, արդեն շարժնել է քչնում գյուղի ու բնակչությունները մնան գյուղում, ինչ են, դպրոցը չկա։ Կգնան ուրիշ տեղեր ու գյուղի մարդիկ պակասեն։ Ըստ նախարարության ծրագրի նորակառույց դպրոցները պետք է պատրաստ լինեին 2026 թվականի սեպտեմբերի 1-ին, բայց դրանց մեծ մասը դեռ կառուցման նախնական փուլում է։ Դեկտեմբերի 15-ին մենք գրությամբ խնդրեցինք նախարարությանը մեզ տրամադրել այդ ծրագրի շրջանակներում արդեն կառուցված եւ գործող շահագործման հանձնված դպրոցների ցուցակը։ Եվ պարզվեց, որ այդ 300 դպրոցից շահագործման է հանձնվել, ծրագիրը ավարտվել է 26 թվականին, ընդամենը 60-ը։ Դա նշանակում է ծրագիրը իրականացվել է ընդամենը 20%-ով եւ այս ծրագիրը չի կարող 230 դպրոցի փակման առիթ դառնալ։ Բարտաշխարհագրություն եւ չմարող սպառնալիքներ ունեցող մեր երկրի համար ամայացող գյուղերը միայն ժողովրդագրական խնդիր չէ, այն ուղիղ հարված է պետության դիմադրողականությանը։